Բարելույս քույրեր, Փառք Աստծո, շաբաթ մի եւս Աստված պահեց մեզի եւ պիտի շարունակենք այսօր Լերան քարոզը, Մատթեոս 5-րդ գլխուն 5-րդ համարին պիտի նայենք։ Եկեք միասին կարդանք Մատթեոս 5:5։ Երանի հեզերուն, վասնզի անոնք պիտի ժառանգեն երկիրը։ Ամեն։ Okay։ Երանի հեզերուն։ Հիմա մենք արդեն անցյալ անգամ եւ առաջի անգամ նայեցանք Երանին ով է։ Աստուծո օրտնվածը, Աստծո հետ խաղաղություն ունեցողը եւ դարբեր Երանելիներ, որ Հիսուս խոսեցավ, սկիզբը ասավ Երանի փոքվող աղքատներուն, Երանի սքավորներուն եւ երրորդը գսե Երանի հեզերուն։ Եվ գարձեք թե մեկ Երանի մյուսին վրա հիմնված է։ Առաջին հիմնական քարը Երանի հոգյով աղքատներուն, այսինքն ադի է որ ավաշխարության գուկա։ Առաջին մենագետն է անիկա։ Մեկը որ ինքնին Աստուծո մեկ աղյալ գսկա, այսինքն bankrupt սնանք կսկայինք ինքը, պետք է Աստուծո կա, որբեսի իր մեղքերում թողությունը ստանա եւ բրգվի։ Անգեց յետքը հաջորդ համարը որ գսե որ նայեցանք Երանի սքավորներուն, այսինքն միշտ մեր մեղավորը լալը տեսնենք Աստուծո սրբության արչեւ, ինչպես Պետրոս, ինչպես Եսայի եւ երբեք ինքնարդարացումով Աստծոյի մոտենանք, ասի բրգվածին համար է։ Անշուշտ գուզեմ ոս մեջ փերում անել որ սքավոր անոր սիրելի ալգորսն ցուցած է Աստվածանոր ագրնամը խիթարել բայց աս համարին մեջ սքավորին իմաստը մեղքերու սուքի համար է բայց մենք մյուսնալ գրնանք նկատի առնել ուրեմն երրորդ Երաներին որ Հիսուս կսե Երանի հեզերուն ով է հեզը հիմա քիչ մա հեզի նկարագրականը անեմ կամ ինչ կնշանակի հոմանիշները դամցեզի հեզ անցը նրբասկած է gentle համբերող է patient անցնուրած է selfless ջգուն է flexible հնազանդ է submissive հանդուրժող է forbearing ողորմած է gracious եւ ենթարկվող է այսինքն submissive է amenable ուրիշին բանին ենթարկվի ասկաղապարն է իսկ քիչ ավելի լավ հասկանալու համար հագանիշը ինչ է այսինքն ճիշտ ասոր հագարակի ինչ է անցը որ հեզ չէ փարգացոդ է փարգություն ունի anger զայրացած է exasperated համար է ինադ է այսինքն insistent բայթող է explosive չղաքրքիր է irritable բահանջկոտ է demanding վիճապանող է contentious եւ բարդատրող է ինքը assertive իր խոսքը պիտի կալեցնի ուրեմն աս երկու հագաբատկերները մեկը մեր մտքի մեջ ունենանք որ հասկանանք հեզ ինչ իմաստ ունի Հակոբոս 3:13-18 համարները եթե նեկտարքույր մեզի գարտած հոնդեղը կխոսի երկրավոր եւ երկնավոր իմաստության մասին հրամա Ձեր մեջ իմաստու ու խելացի ոգա թող անիկա բարի վարմունքով իցնեք իր գործերը եւ իմաստության հերությունով Աբա եթե թարմ նախանց եւ հագարակություն ունենաք սրդերուտ մեջ մի բարձենակ ու ճշմարտությունը սուտ մի հանեք Այս իմաստությունը վերեն իջած չէ, հաբա երրավոր, շնչավոր եւ թյուրական է, քանզի ուր նախանց ու գրիվ գա, հոնեն անգարկությունը եւ ամեն ճար բաները, բայց վերի իմաստություն նախ սուրբ է ետքխաղարար, հեզ, հլու, ողորմությունով ու բարի բդուղներով լեցուն, անգով նագալ ու անգերց, արդարության բդուղը խաղաղությունով գսերմանվի անոնց, որոնք խաղաղություն գնեն։ Շնորհակալ եմ։ Կտեսնենք, որ երկու հականիշները հիմա ինչպես քիչ առաջացի, երկրավոր իմաստությունը, գրվարար է, փարգություն կա եւ այլն, եւ երկնային իմաստությունը մասնահատուկ կերպով ինչ բառը գործած է հոն հեզ։ Իմաստություն, ուրեմն հեզ անցը իմաստուն կլա, աստվածային իմաստություն ունենա։ Երբ որպես Աստծո զավակ ես երկնային իմաստությունով լեցվիմ, կսկսեմ կյանքը Աստծո ակնոցով տիրել։ Եվ ինքնաբերաբար իմ հագաստեցությունս, reaction-ներս հեզությամբ կլա։ Ուրեմն աս համարը Հակոբու 3:13-18 James 3:13-18 գրնակ դուն անգամ եւս կարդալ։ Գիտեք մենք մարդ ենք եւ իրարու հետ կհարաբերենք։ Եվ մեր շատ հարաբերության դժվարությունները as հեզության եւ իմաստության բագաս են գլա։ Օրինակ, դերևդին հարաբերության մեջ։ Զավակ ծնող, քույր եղբայր, խնամի, կորզադեղի, անոնք որ աշխատին, թրացի, բարեկամ,
ասկական շրջանակ որոշ չափով որքան օղակը սեղմես եւ ավելի մոտ հարաբերություններ ունեցած շատ ավելի հավանականություն կա որ բայթումները լա ինչու քանի որ հեզության բագասը կա երկնային իմաստության բագասը կա ադորամար մենք որպես աստծո զավակ ամեն օր բիդաղոթենք ով դեր ինձ իմաստուներ է քանի որ իմաստության մեջ հեզություն կա որ մենք գնայինք որ հիմա եւ շատ ադեն մեր դժվարությունները մանավանդ հարաբերությունների մեջ գլա քանի որ մենք իրար մեկ ակնկալ ենք ճիշտ Եվ գսես, որ ինքը պետք է քիտնար, որ ասին պետք է։ Պետք չունե ես ասելու, չէ։ Պետք է անդրադառնար, համաչրավ։ Մենք գուզենք մարդոց մե հաստատվիլ, approved սկալ։ Գուզենք աբահով սկալ, secure սկալ մեր հարաբերություններու մեջ։ Գուզենք մեզի ընդունին accept ընեն։ Գուզենք, որ մեզի praise ընեն, կովեն, գամ մեզի շնորհակալ լան, grateful։ Մենք մարդոց մեկ ակնկալ ենք ասի, ուզենք չուզենք։ Չենք խոսիր ասոր մասին, բայց միշտ մեր մտքին երևը այդ ակնկալությունը ունենք, երբ որ ասիգա չլա, արդեն հեզությունը ոնդեղը գոդոշը գվերցնե փառություն գլա, ճղակրություն գլա եւ աս բոլոր ժխտական բաները հագանիշները հեզության որ գարտացի մեկ մեր կյանքին մեջ Երևան գելե։ Երբ որ մեր ակնկալությունները չի կոհացվին, ինչ կլանք turn better, հիաստապված, այսինքն hopeless կփախտադենք իրարու հետ, կքաշվինք եւ կխուսափինք։ Շիրագեմ։ Ադանցեն կխուսափիս, կքաշվիս հերու գենաս, քանի որ ցավ մգլա ունդեղը հարաբերության մեջ։ Եվ ասում անշուշտ հեզության արգելք են քույրեր։ Երբ որ մենք այս վիճակներում մեջ կգտնվենք, հեզության արգելք է, ուրեմն ամեն օր գադարերաբես պետք է Աստծո հանձնենք եւ ասենք ով Աստված իմ իրավունքներս քեզի ուտամ։ Շատ իրավունքներ ունեմ ես, որպես մայր մենք իրավունքներ ունենք, որպես գին իրավունքներ ունենք, որպես զավակ իրավունքներ ունենք, որպես անհատ իրավունքներ ունենք, մենք մեզի entitled կսկանք, այսինքն մենք անոց արժանի ենք։ Եթե մեկ violate-ն է, այսինքն չի կոհացնե, հեզությունը ճիշտ հագարակ ծևով դուրս գելե։ Անորամար գենթանիները աշխարհին եթե նայենք, գենթանի մը գա որ հեզության բանն է մարմնացումն է ճիշտ շիդագս իրսետակույր ոչխարը ոչխարին մեկ հատ նայենք ինչ կնե ոչխարը նախ ոչխարը հովիվին ցայնը մտիկ կնե շիդագ է ուղղություն գարնե teachable է մտիկ կնե ուղղություն գարնե եթե հովիվը լեր ելավ երևեն գելը եթե ծորի չավ երևեն գիչնա գվստայի հովիվին խլոխարներով չերտար Եվ գենթարգվի իր դեսագետը չի բդեր։ Ասր հագարակը ինչ գենթանի գա։ Այծի բես կլոխը գարնե գերցա։ Հիսուսը լսավ վերջին օրը ոչխարները այծերը պիտի զադե չէ։ Այծը միշտ գամագոր, ինքնահավան, ինքնակլուխ, ուզած ընող, կացող, քաշվող։ Ուրեմն ծևով մը աս պատկերը տեսնենք աս գենթանիներու մեջ։ Անշուշտ Հիսուս ինքը հեզության մեծակույն օրինակն է մեզի։ Եվ նայեցեք Մատթեոս 11 28-30 ինչ կսե Մատթեոս 11 28-30 բայց արքուրթուն գարտասի ես չի դվի մեգումա 11 28-30 Մատթեոս 11 Matthew 11:28-30 Եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ ես ցեզ բիդե հանգեցնեմ իմ լուծուս ցեր վրա արեք եւ ինձ մե Սորվեցեք, որ հեզյան ու սրդով խոնար և ծեր անցերուն հանգստություն պիտի գտնեք, վասնզի իմ լուծուս քաղցր է և իմ փերս թեթև։ Շնորհակալ եմ։ Հիսուսի չսավ ինձ մեզ սորվեցեք, որ հեզեմ, հեզության գնայինք որ մենք, չէ, հեզեմ, և իմ լուծս ծեր վրա արեք ասավ։ Հիմա երթամ կենթանիներու աշխարհին, անշուշտ ներկայիս հիմա մանավանդ աս երկիրներու մեջ ամեն մեքենաներով է, բայց ժամանակին բոլոր դեպի իշեք մեր քյուղերը երկուգով արոր, որբեսի ագոսփանան հերգեն։ Okay։ Ուրեմն երկու կենթանիի ուսին at արորը գտրվի, որբեսի միասին քալեն եւ ագոսփանան։ At երկու կենթանիներն մեկը առաջնորդն է։ Մյուսը ենթարկողն է։ Ուրեմն Հիսուս ասպատկերը դվավ եկեք ինձի լուծս ծեր վրա արեք ինձի հետ at լուծին դակ մտեք եւ ես առաջնորդն եմ դուք հետևողն եք եւ իմ լուծս քաղցր է ու փերս թեթև է ասավ
Հիսուս իմ առաջնորդս է, եթե իրեն հանձնվին։ Բայց եթե ես Հիսուսի հետ կկալեմ գոր եւ գլուխ վերցնեմ, չէ դերիմ, ձոմի դանիր ասեմ, արդեն դժվարություն է սկսավ։ Եվ ասուղությամբ ընդհանրապես ակարագաբանի երկու անհավասար գենթանի չի տներ կողքովի։ Չի տներ էշ եւ ցի։ Անկարելի է։ Չի տներ ես եւ ոչխար օրինակի համար։ Քիչ մդարունակ է դիգա։ Հաբա երկու նույնանման, ադորաման Հիսուս, սա Բողոս արաքյալը սա որ օդարախար լծակցություն մի ունենակ։ Այսինքն լույս եւ խավար կողքովիչլար։ Ասի անշուշտ ամուսնության բարակային է որ բրգված հավատացյալ անցմը չի բրգվողի հետ երբ որ գմիանա եւ յանքի փամբիդի գնքե միասին ուխտ ոնդերը միասին քալելու դժվարություն մի ելա։ Անշուշտ երբ որ մենք գավաշխարենք հոգյով աղկադենք, ապաշխարելով լծագից կլանք Հիսուսի եւ լուծին դագը կմտնենք։ Քանի որ ինքն է որ մեզի հանգիստ կուտա։ Այդ հեզության խաղապարն է, ենթարկվելու խաղապարն է որ հանգիստ կուտա քույրեր։ Միջև այնանե որ գոդոշ կվերցնեմ եւ ես Աստծո հետ կգրվեմ, ինչու գսեմ հանգիստ չունիմ։ Միջև որ անդեղ կամ եւ ինքսի կսեմ որ ով դեր տեսլիմ կհանցնեմ քեզի։ Ասի ուզես։ Ուր գտանիս երեք կուկամ։ Եվ անշուշտ Հիսուս քերակույն օրինակը ըլլալով նայեցեք Հիսուս ինչպես հեզություն արտահայտեց Փիլիպպեցիս Philippians 2:5-9 հաջիս եթե ծաղիկ կարտաս Փիլիպպեցիս 2:5-9 Philippians 2:5-9 այո ռամե Ձեզնե ամեն մեկը նույն միտքը թող ունենա որ Քրիստոս Հիսուսի մեջ էր որ Աստծո գերբարանքը ունենալով ապշտակությունը չսեբեց Աստծո հավասար ըլլալը Հաբա անցը ունայնացուց ծարայի գերբարանք առնելով, մարդոց նման ըլլալով և գերբարանքովը մարդու պես կտնվելով։ Ինգզինք խոնարհեցուց մինչև մահվան հնազանդ եղավ, ու այն ալ խաչին մահվանը։ Ասոր համար, ասված ալ զանիգա խիստ բարձրացուց, ու անոր անումը դվավ, որ ամեն անուն է վեր է։ Ամեն, շնորհակալ եմ։ Ուրեմն Հիսուս երկինքի փառքը թողոց երգիրիչավ։ Հեսության կտեսնեք որ ինչպես գադարյալ բարունացումը Հիսուսի մեջ կտեսնենք։ Իր իրավունքները վազանցավ։ Քիչ առաջ մենք ակնկալություն իրավունք կխոսեինք որ ասի իմ իրավունքս է, ասի իմ դերս է, ինձ ասանք թողնեն, անանք թողնեն, ամենն վազանցավ։ Ինչպես կտեսնենք ադի Հիսուսի մեջ իր փառքը թողոց։ Ինչու? Որովհետեւ ցուն եւ ես բրդվին։ Երկրորդ իր համբավը զոհեց։ Ինչու համար Հովաննու 1:46-ի մեջ ասա որ Նաթանայել Նազարեթի աղետ բանգել է։ Այսինքն ինչ քեշ համբավ ունեցող մեկն էր։ Փարիսեցիները նույն Հիսուսին իր մեջ փեզեպով գա։ Այսինքն իր համբավը իր ֆեյմը լման ցկեց որբեսի այդ հեզությունովը փրկության ջամփամփանապոլիրուս համար։ Երկինքը կբաշխվեր անիգա։ Բայց երկրի վրա հալածվեցավ, խաչը նույնիսկ գնացել, բաղալացին, չարչարեցին եւ մերցուցին իրեն։ Ինչպես քիչ առաջ ասի մենք բոլորս ագ սիրենք ընդունված սկալ, սիրված սկալ, կարևորություն ստանալ մարդոցմե եւ մենք ասենք իմ մասից թող չի խոսին քեզ բան, չէ՞։ Ադոր համար մեր քայլեր անոր համեմատ կառնենք մեր հարաբերություններու մեջ։ Բայց Հիսուս այդ հաշիվը չրավ, իր համբավը լման ասավ ով դեր քեզի գանցնեմ եւ չի մտահոգվեցավ որ մարդիկ ինչ կսեն որ իր մասին։ Ասի հեզության խաղապարն է քույրեր։ Եվ նույնն ալ մեզի ալ օրինակ կլա, քանի որ շատ ադեն սխալ բանը չեսներ, բայց նորը մարդիկ քեզ պիտի խոսին քո մասիդ։ Խոզարես ադոր։ Ուրեմն հեզությունով գրնաս ցիմատրել։ Գամասել որ ես ասոր 10 դամ դերագնստեցնեմ, ես ինքսիգս կփաստեմ։ Եվ նաև գտեսնենք որ Հիսուս իր կյանքը ուզածին պես չի գարավարեց։ Իր իրավունքներն վազանցավ։ Գրնա 4 կողմի մարդոց ասել որ հա դենձի ճաշմի եփեցեք, կավատնը ճուր բերեք, ոտքերս մասաժրեք, հանկիստ դուն մդվեք ինձի։ Գլուխը դելիկ տեղ չունի գսե ոչ է։ Նույնիսկ մեր անգամ ուր բարգեցավ նավուն յեդևը։ Լերգել լերոնգ բարգեր։ Իր հանկիստը զոհեց։ Եվ իր որոշումները լման Աստծո հանձնեց։ Ինչպես գիտենք, Քեցեմանի բարձի մեջ ինչ ասավ։ Ոչ թե իմ գամքս, հավատու գամքս։ Ուրեմն հեզության մարմնացումը կտեսնենք Հիսուսի կյանքի մեջ։ Անշուշտ սուքիրքի մեջ ուրիշ օրինակ ունենք։ Մեկը գրնա հիշել 5 դագարանի մեջ մարդը, որն ամարգսե ամենեն հեզմակներ։ Մովսես, շնորհակալ։ Մովսես։ Թվոց 12:3 Numbers 12:3 Պետրունիկ բանալու գսե։ Եվ Մովսես շատ հեզ մարդն էր։ Երկրի վրա եղած բոլոր մարդոց մե ավելի հեզ։ Բայց ասիգա իր մասին գրված եւ որ Մովսես իր կյանքին վերջավորության հասավ գրեթե։ Ետ երցանք Մովսես
40 տարեկան է։ Երդասարդ, Եգիպտոսի բոլոր парքը վայելած, բալադի մեջ մեծած, ուսանած, գարո, զորավոր, ինչ հրավ մարդ մեծուց։ Հեզությունը ուր, Մովսեսը ուր, փարգություն, մարդասպանություն, ամեն իր մեջ են ելավ։ Աստվածադիրեն 40 տարի անապատ տարավ։ 40 տարի արավ որ Մովսեսը իջնա։ Գիտեք քույրեր, հեզությունը overnight չենք սորվիր։ It can be a lifetime։ Գյանք մգդեվե, մինչև որ տուն սորվիս, իրավունք էր վազանցիլ, հեզություն ունենալ, ինչպես քիչ առաջ բացատրեցինք։ Հիմա նույնիսկ 40 տարի հետո, երբ որ 80 տարեկան էր, եւ Աստված իրեն կանչեց, Մորենին յետևը որբեսի ժողովուրդը առաջնորդը, ինչը սա նորեն մահանաներ ըրավ։ Ես խոսիլ չեմ գիտեր, ես մեկը չեմ, ասի անի, ծանր լեզու ունիմ, բայց Աստված անշուշտ մտիկ չրավ ղրգեց եւ նորեն ինքը հոն անաբադին մեջը ժողովրդին բոլոր դերդերը մտի գնել են 40 տարի եւս ասպարեցա մինչեւ 120 տարեկանի մահացավ, բայց իր գանքին վերջավորության էր որ Աստված իրեն համար սուպիրկը գվգայե շատ հեզ մարդ մներ երկրի բոլոր մարդոց մե ավելի հեզ մարդ մներ եւ Աստված միշտ ալ փորձառություններ դվավ իրեն որ հեզ բահե ժողովրդին կանկադը չուրչունինք, միսչունինք, աշչունինք, անչունինք, աշու սխալա լրավ, փարգությունով նորեն զարգավ աբարաժին։ Այո։ Մարդ է, ինչպես որ ամենս ալ։ Բայց հեզությունը իր մեկ նգարակիրն է։ Հիմա հեզությունը չի նշանակել որ դու շատ դգարանց մնես։ Meekness is not weakness, անգլերենով ասեմ։ Դգարություն չէ, it's strength under control։ Զորություն Կարավարված զորություն։ Օրինակի համար, դու շատ ադեն գրնաս մեկումը պատասխանդալ, ինքսին պաստել։ Թիմացինը դեղը նստեցնել հասարակ ցևով, որ մենք հադեներ ուզենք անել, որովհետեւ քեզի նորեն չի ցավցնե, բայց գ որոշես չնել, լրությամբ թիմատրել, լրությունով գենալ։ Թյուրին է, ավելի դժվար է լուր գենալը, ավելի դժվար է քույրեր, երբ որ մեկը քեզի կհարցակի, անոր թիմաց լուր գենալ Քան թե երկու բարով դերը նստեցնել անոր։ Շատ ավելի թյուրին է, քանի որ մեր natural instinct-ն է, մեր բնական հագաստեցությունն է, ասանգսի քեզի գցնեմ։ Գիտեմ ինչպես պատասխանեմ քեզի։ Գրնանք անել, բայց հեզությունը գսե որ ես կորոշեմ ինքսից Աստծո հանցել որ Աստված իր ժամանակին իմ արդարությունս մեջտեղ անե։ Ես գրնամ ինքսից բարդացրել, assertive, բայց կորոշեմ չնել։ Թյուրին է։ Ոչ։ Եվ ասիգա արորիա բայկար է։ Մանավանդ մեր հարաբերություններում մեջ, ինչպես քիչ առաջ ասի, ընտանեկան հարաբերություններում մեջ կբադայի։ Շատ ադեն գրնաս խոսիլ, բայց լրելը հարմար ժամանակին ասել։ Քանի որ երբ որ բիդի բայթի թիմացինը, տունա թիմացը մի քանի աղբի վերցանես նվրան կփրնգի արդյոք։ Այդ իմաստություն շատ պետք ունի քույրեր։ Ճիշտ ասե որ Հիսուս կսե Երանի հեզերուն։ Մենք ամենս ունենք մեր արորիայի մեջ աստվածները, անշուշտ։ Եվ գիտեք Աստված աբիդի արդոնե։ Աստված բիդ արդոնե ամեն մեկուս, ինչպես ասկի առաջ խոսեր ենք, մեզի փրուդը ջախարագին վրա բիտնե, բիդի թարնա, բիդի ջնշե, աչեն, ցախեն, որ ցև դա մեզի։ Քանի որ մենք գոդոշավոր ենք, մենք այծ ենք։ Բնությամբ մենք այծ ենք, ոչխար չենք։ Ադորամար Աստված մեկ մգրադը գարնե, ամբեջ ջուղերը կգդրե, մինչև որ օգտակար դարձնե մեզի։ Հիմա անշուշտ որպես հավատացյալ մեր 4 կողմը անարդարություններ կա, գտեսնենք մենք ադիգա։ Ադոր մենք չենք կրնար լրել։ Ինչպես որ Հիսուս երբ որ դաջարը քնած, եւ դու մայափոխները տեսավ, աման լսավ հեզ պետք է լամ ես, չխոսի մինա։ Ամոթ է, ինչ պիտի սենի մասից չէ։ Ճշմարտությունը ասել ուր որ պետք է։ Ադիգա շատ իմաստության կգարուդենք, մանավանդ անարդարություն 4 կողմը ոչ քեզի հանդեպ, ուրիշին հանդեպ։ Օրինակի համար abortion-ներ, օրինակ vision-ներ որ գլա, սխալ բաներ, որ մենք որպես հավատացյալ թիրք պետք է բռնենք, ասի հեզության հետ կապ չունի, որպես հեզ անց շիրակ քայլը առնել պետք է ադողությամբ։ Բայց ինչ ասել է հեզություն այս համարի մեջ քիչ մադորնայինք, առաջին, ինչպես քիչ առաջ ասի, չի հագաթարցել։ Հիսուսի ադեն աչքի դեր աչք, ագրայի դեր ագրայր, չէ։ 5 դարան մեջ մեկը քեզ աչքը տանես ու նա իր աչքը անե։ Ապտակսար գարտուն այրեն զարգ։ Բայց Հիսուս ինչպես պիտի հաջորդող համարներուն նայենք, ճիշտ հագարակը սորվեցուց,
Այլ ընդհանրակը գրիվը չի փրկած ետ քաշվի։ Արագած 17-14 կսե գրիվին սկսնավորությունը ճուրին արցակմանը կնմանի, ուրեմն վեճը չի փրկած ետ քաշվի։ Արագած Proverbs 17:14 Վեճը չի փրկած ետ քաշվի։ Ադեներգա լուր բիկենաս։ Լուր գեցիր։ Մի հագաթարցեր։ Մի բադասխաներ։ Ինքսիկդ մի արդարացներ գրնասներ, շիդագես տուն, քիդես 100%-ով շիդագես։ Բայց թիմացինը աթոքի վիճակի մեջ չէ որ հասկնա քեզի։ Հազի փորձես ինքսիկդ արդարացնել, ուրիշ հարցակում բերի կա, պետք չի գա։ Լուր գեցիր։ Գնախնդրես լուր գենալ, քանթե խոսիլ ադիգա է որ հեզությունը, այսինքն strength under control, զորություն գարավարություն դակ։ Ինչպես արագացի մեջ կսե 15:1 մեր պատասխանը սրտմտությունը գիչեցնե։ Երկրորդ, ուրեմն առաջին մի հաղաթացել։ Երկրորդ, շնորհակալություն հաստատել ճյուրն է։ Մանավանդ որ մեգա հարցակից ավրատ։ Քանի որ առաջին Թեսաղոնիկ 5:18 First Thessalonians 5:18 գսե ամեն բանի մեջ կողություն դվեք Աստծո, ասես այս է Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով ծերվրա։ Ճյուրն է։ Երբ որ մեգա սերեկտի հարցակեցավ քեզի։ Գնաս Աստծո փառք տալսել ով դեր շնորհակալ եմ որ ինձի ասոր մեջին փամը բիլի սորվեցնես։ Իմ մեջս փամը գնես որքան որ դժվար է ադիգա ընդունելը ապտագին թիմանալը բայց ով դեր շնորհակալ եմ որ այս ժամանակներու մեջ ասի արդոնեցիր որի մեջս հեզությունը ավելի գերդես at նգարակիրը գերդես միշտ ինքսիդ ապտեղը փեր որ Աստծո փառքած Աստծո ակնոցենտի դես ով դեր ինչու իր ասի ինձի փամը գնես որ իմ կյանքիս մեջ ես հասկնամ քո կորձելագերբետ անիրավված ես անպաստանված ես զրբարդված ես ամեն ուսակի պատահի փառք դու Աստծո քանի որ in everything give thanks ամեն բանի մեջ կողություն երրորդ մեկ բանը որ պետք է անենք ուրախ եղիր որովհետև Փիլիպպեցիս 4:4 ինչ կսուքի չարժ խոսեցան ուրախ եղեք դերոջմով ամեն ադեն քարցիալ գսեմ ուրախ եղեք հես անցը ուրախ պիտի լա ինչ բարակայի մեջ որ իմանայեցեք ապտագուդեսն է առաջին հագաստեսություն փարկաստո սելը չէ նորմալ է ամենը սա նորմալ է առաջինը ցավ է գսկիձ է լաց է նեղություն է բայց ժամանակ կառնի ինքսինքդ կփերես ատերես ով դեր խոսքս կսե ուրախ եղեք ամեն ադեն ամեն բանի համար դժվար է ասվիճակի մեջ ուրախ դալ բայց դու ինձ գսես Երանի հեզերուն հաջիս ինձ օգնե որ հեզելամ եւ սկսես դեսնել որ Աստված նպատակ ունի այդ ապտակի մեջ որ ստացար որովհետեւ օրին մեկը տուն ուրիշին պիտի քաչալերես որ ապտակն ապտակին ինքնավիդու դե չէ պիտի լագյանքի մեջ անարդարություն միշտ պիտի լակույրեր ուրեմն երբ որ անարդարությունը զրբարդությունը հարցակումը գերտարգվիս մի պատասխաներ փառք դու Աստծո ուրախ եղիր եւ թադդ Աստծո հանցնե Հռոմայացիս 12:19 Romans 12:19 գսե սիրելիներ վրեժխնդրություն մի անեք ծեր անձերուն համար հաբա փարգության դեր դվեք վասնզի վրեժխնդրությունը իմս է գսե դերը ես պիտի հալուցանեմ թադդ իրեն հանցնեք եւ գիտեք Աստված մեզի բես չէ մենք եթե մեկը փամասա վրայ դվեք ուզենք փանել թիմացը բարձրանալ Աստված ժամանակը գարնե օրերը գանցնի տարիները գանցնի գսես ով Աստված մեր արչեւ օրինակ ունենք Եստեր Թակուին Համանը բոլոր հրյաները բիդի չարթե ինքը իր իրավունքեն վազանցավ եթե մեռնիմ թող մեռնիմ հեզության մարմնացումը կտեսնենք բայց թյուրին եղավ բոլոր ասկը հետը ծոմավաղություն եղավ Շուշան մայրաքաղաքի մեջը իր իրավունքեն վազանցավ մեռնիմ թող մեռնիմ ըսավ բայց ես աս քայլը պետք է առնեմ հետաքրքրական է որ աս բոլոր երանելիները որ կգարնանք միան աս երանելին է որ 5 դագարանի մեջ բերում գա մեկ գիտե ուր կրված է որ մեկն է Երանի հեզերուն 5 դագարանի մեջ կրված է Ձեզի բիդի թյուրացնեմ Սաղմոսի մեջ է Սաղմոս քիչ առաջ ռիտան գսեր որ 37-րդ համարը Սաղմոս 37-ը 11-րդ համարն է
Ուրգսե սակայն հեզերը պիտի ժառանգեն երկիրը ու խաղաղության արադությունով ուրախ պիտի լինան։ Ինչ կնշանակե այս համարը, որովհետեւ ադի հասկանանք Սամոս 37-ին Psalm 37 երեկեն 7 համարներում նայեն, կարծեմ էմակեզի դրի։ Հաջից կգարտաս։ Դերոջը հուսա ու հարություն արել, երկրին վրա նագե, ու դժմարության մեջ արածի, ու դերոջ մոր ուրախացության, հանձի անիգա գուդատիսի դերոջը հանցնեք ու ճամփած, ու անոր հուսա, և անիգա բիդի գադարել, ու թուրս բիդի հանեք ու արդարությունը, լույսի վես, ու քու իրավունքըտ կեսորվան վես։ Դերոջը համբեր է ու անորը սպասե և մի նախանցիկ և ճամփան հաջողության քաոսին ու խաբեություն ունող մարդուն։ Շնորհակալ եմ։ 4 գետ կահոսք իրեր, եթե մենք հեզբի դլանք, prerequisite կա, այսինքն նախապայման կա։ Առաջինը դերոջը հուսա, trust in the Lord։ Երկրորդը ուրախացի դերոջով, delight yourself also in the Lord։ Երրորդը հանցնե, commit your way to the Lord, եւ չորրորդը համբերե, անկլերենը rest կսե։ Ասոնք թյուրուն չեն ելը։ Բայց որպես Աստծո զավակ, ինչպես սկիզբնալ Հակոբու at հատվածը գարտացնեք դարքույրը, վերին իմաստությունը խաղաղարար է հեզ եւ հլու։ Ուրեմն, եթե մենք պիտի նայենք Հիսուսի աս երանելիներուն, որ գսի երանի հեզերուն, Ետ երթալով Սամոս 37-ին, ուր գրված է հեզեր պիտի ժառանգեն երկիրը, այդ 4 նախապայմաններուն վրա ամեն օր մենք պետք է աշխատենք հուսա, ուրախացիր, հանցնե, համբերե, trust, delight, commit, rest։ Այս 4 կետերուն պետք ունենք Սամոս 37-ը, Psalm 37։ Ինչ կնշանակի երկիրը ժառանգել։ Այսինքն մենք բան բերելանք, Իլոն Մասկ բերելանք, Բեզոս բերելանք, որ բոլոր աշխարհին բիլիոններ իմուսե, ոչ։ Այս երկրի վրա ադանք հարստության մասին չէ որ գխոսի որ անշուշտ քալիկ աշխարհին համար է, այսինքն նոր երկինք ու նոր երկիտ, որ Աստված մեզի դեր կպատրաստի, որ ժառանգությունը պիտի տա։ Բայց այս երկրի վրա ժառանգելը քույրեր, երկիրը ժառանգել, երբ որ ես Աստծո հետ խաղաղ գաբրիմ։ Երբ որ հոգիս մեջը ամեն բան հեզությամբ կառնեմ, արդեն ադիգա մեծ ժառանգություն է ինձի։ Ես ինչ պիտի միլիոնավոր դոլար, երբ որ գրիվ գա 4 կողմս։ Ինչ պիտի նեմ մեծ համբավ, թիր, բադիվ, ասեմ, անեմ, բայց գանքս անխաղա եւ գիտեք, միլիոնադերներ, բիլիոնադերներ երբեք ուրախ չեն։ Աս սելեբրիթիները, որ Հոլիվուդի ստարերը, երբեք ուրախ չեն, մեկ դիվորսեն մյուսին գերտան, մեկ անձնասվան գլան, մեծ անցիկ չէ։ Ինչու՞։ Ամեն ուրախը պետք է լան, եթե դրամը իրենց ուրախություն մի դար, ոչ։ Մեծակույն հարստությունը քույրեր Աստծո հետ խաղաղության մեջ ապրել եւ ադալ հեզությամբ կուկա։ Հեզ, Երանի հեզերուն, բասից անոնք պիտի ժառանգեն երկիրը։ Ուրեմն հեզությունը այն հասունությունն է, որ թույլ կուտա քեզի, որ սպասես Աստծո նվերին, Աստծո պատասխանին։ Երբ որ գահանցնես, ուրախանաս, կհուսաս, կհամբերես, Թուրս պիտի հանեք ու արդարությունը կսե որ կեսօրվան մեզ, ինչպես Սամոս 37-ը հիմա եմ անգարտած։ Թուրս պիտի հանեք։ Երբ չենք գիտեր։ Այդ երբին սպասել գա քույրեր։ Հովսեփ քանի դարի սպասեց 17 դարի գաներ 17 ծախվեցավ 37-39 տարեկանին 22 դարի ետքը իրականացավ այդ երազը։ Եվ Սուրբ Հոգին է որ մեր մեջը պիտի շինի անիա։ Նայեցեք Գաղատացիս 5 22-23 Հաջի Սիլվան։ Բայց հոգին բդուղը այս է, սեր, խնջություն, խաղություն, հիանալություն, կախություն, պարություն, հավադարություն, հեզություն, ուժգալություն, այսպիսի բաներից են օրենք չկա։ Ուրեմն բդուղները մեկը ինչ է։ Հեզություն, 8-րդն է, եթե չսխալեմ։ Հեզությունը Սուրբ Հոգին բդուղն է։ Ուրեմն այս հեզությունը շուգային չենք նարկնել։ Մենք մեզիա չենք կնալ բարելավել։ Սուրբ Հոգին ու դա, որ Սուրբ Հոգին մեջս կաբրի ամեն օր, ինձ կգրտե, կխրադե, կմաքրե, կխոստվանիմ, Երանի սկավորներուն ասուքի կյանքի մեջ կաբրիմ։ Սուրբ Հոգին գծեցին է, որ դու հոս հես չեղար, հեզությամբ չի խոսեցար, փարգացար, եղվեցար, չղակրկրվեցար, բոլորիս կբադայի, ուրեմն Աստված
իմ մեջս կաշխատի եւ Սուրբ Ոգին մտում Երևան կգալ գալքիս մեջը։ Կորզարան քայլեր դա միմացեցի, ինչպես այս հեզությունը գտնանք մենք ցուցաբերել։ Զարայի անոնց որ քեզի հետ չեն փոխադարձել։ Զարայի անոնց որ քեզի հետ չեն փոխադարձել։ Հիմա մեգումը զարայես որ գիտես որ թուն հրավիրեցի դիքնաբի հրավիրե։ Նորմալ է, բնական է ադիգա մեր հարաբերություններում մեջ անալ պետք է ենք անիգայալ։ Բայց միշտ արիքներ կդիր, նեգումը փամը անելու որ քեզի դագը միջի էլ է, բեչունի ելելու։ Okay, ասի հեզություն կբանջե։ Օրինակ բարս փամը յետևը նստիր տուն։ Արջև առաջին աթոռ ուրիշին դուր։ Ինքսինքդ արջև մի հրեր։ Վարակույրին յետևը զարայ մեկը թող չգիտնա։ Քախնի դուր, մի հայդարարել։ Ասի արդեն ամենը Բիդիկա ամեն լերան կարոզի մեջ մեկ Հիսուս պիտի խոսի ասոնց մասին։ Ասում հեզության արդայություններն քույրեր։ Հոժար եղիր քախնի ինելու ամեն բան։ Փոխանակ հայդարարություն որ գիտեք մենք կսիրենք կարևորը սկալ։ Գուզենք որ անունից դրվի, գուզենք որ մեզի հիշեն։ Կան մարդիկ որ եթե իրենց ռածը չսես նեգնեղվին։ Բադած է, երբեմն օրինակ բանավանդ մենք եկեցի մեջ համակումարներ ասանդարած են փորձած են ամեն ու գիշես մեկում գումորնաս, աբա խնդիր ելե։ Այսինքն հեզանց գաստվի բնական է միշտ հաշի բիդնես որ ադիգա մասնավոր չրավ քեզի մարդ են կմորնանք maybe աստվածը արդոնեց որ մորցվիս որպեսի քո մեջ այդ հեզությունը թրոշմի ուրեմն մի ադնգալեր դերոջ համար գնես կորտուն չէ հեզության կորզնական քայլի ասիգա երկրորդ ինչպես քիչ առաջ լսի քաղցրության պատասխան է Արագած 11-ը հավանաբար գիտենք մեմ պատասխանը սրտմտությունը գիչեցնե, բայց խիստ խոսքը բարգությունը կքրքրե։ Սերով փոխադարձե։ Երբ մարդիկ գովրատ կհարցագին, աստուծմե արիտ մնետերս որ անցիտ մերլիս։ Եվ գրնաս լուր գենալ, գրնաս սերով պատասխան մդալ։ Սերդ արդահայտել։ Չյուրուն է, ոչ քույրը, չյուրուն չէ։ Բայց ճիշտ հոսը որ Սուրբ Ոգին մեր մեջ աս հեզության նգարակիրը գուզե գերդել, որովհետեւ Հիսուսի նման ենք ինձ մեզ սորվեցեք, որ հեզեն ու սրդով խոնար։ Լուծը ծեր վրա է կսավ։ Լուծին դագը ջնշվիլ գա։ Հարցակումի ենթարկվել գա։ Աստված կարտուն է որ ուրեմն քաղցրության պատասխան է։ Անշուշտ նախաբես սրդիտ մեջ որոշ է։ Անցիկան որ գիտես որ գնալա բիթ հարցակին գիտեք կանանան անցիկ որոնց հետ երբ որ սկիզբեն ինքնին կպատրաստ է ասե որ ես այս անցին հետ որ խոսիմ գրնալալ որ ինձ ասանք պիտի անագնգալի մի կար քանի որ անագնգալներն է որ մեզի գծավցնե ավելի բայց միտքով պատրաստվից նոր ասիլա գրնալալ որ երկու խոսքի լսե ինձի միգուսե պատրաստված կնա եւ աղոթե որ աստված չիդակ խոսքը դա կոպերանատ որ թունա քաղցրության պատասխանես Երորդ արորիա յանքիդ մեջ հանցնե, ամեն բան հանցնե, յանքիդ բոլոր մարզերը հանցնե։ Նստիր ասանք որ սուպիրքը կկարտաս, յանքիդ բոլոր մարզերը աչքի անցուր, քուս ֆիզիկականդ, հարաբերություններդ, նյութականդ, քու հոգեկանդ, ըսկացումներդ, խորհուրդներդ։ Մենք մեզի հազարավոր դասնակ խորհուրդներ կանցնի մեր մտքին մեջ են քույրեր արորիա։ Խաղնոցը աշխատած ադենդ, նստած ադենդ Ամենը քիդակցորեն աստծո անցնես է որ ով դեր աս բոլորը քեզի կհանցնեմ քեզի կվստահիմ հեզությունը իմ մեջս թող Երևան կա ամեն եւ նայեցեք ասի աղոթեք անգալեցեք որ աստված ցեզի մեկ հատ քնություն բիտա բիդիդա չսպասած դերդ բիդիդա ուրեմն անագնգալի մի կար մտքով պատրաստվել է շատ կաստ է Եվ նայեցեք ասի գիներուն ուղված համար մգաղոս առաջին Պետրոս 3:4 1 Peter 3:4 որ գսե Habasırdin zazuk martı anerzuçunov hez եւ հանդարտ հոգի զարդը թողնա որ աստծո արչեւ խիստ պատվական է ասի առաջին Պետրոս 3 գլուխը գիներուն ուղված հատված մնե նման ամես գիները գսե հնազանդ ըլլան եւ հեզ բարը հոսնորեն գա հեզ քանի որ մենք գիներս հեզ չենք ադեներ կսիրեն կառավարել եւ փոխանակ ինքնինքդ Վիճակի մեջ որ գտնես որ գուզես 4 կոմդ կառավարել, որ ամենս որպես մայր, որպես գին գուզեն գնել, ասե որ ով աստվածի ձողն է ես իմ անձս կառավարեմ։ Փոխանակ 4 կոմս կառավարելու ես իմ անձս կառավարեմ, քանի որ ինչպես ասին քիչ առաջ, հեզությունը is strength under control։ Ուրիշին չես գնալ փոխել, տուն ինքսինքդ կնաս փոխել։ Ուրեմն ինքսինքդ աստուծո այդ հանցնե
եւ այդ գարավարությանը դակվեր։ Հիմա ցեզի բախնությունով մգուզեն վերջացնել միսիոնարի մասին գուզեն պատմել ցեզի ասկի առաջ գնալ անունը հիշած եմ 1900-ական թվականներուն միսիոնարուհի մի եղած է Հնդկաստան Էյմի Քարմայքլ չեմ գիտեր որքան ծանոթ է ասի ցեզի Էյմի Քարմայքլը մեծ ընտանիք է գուկար անկլիո մեջ կաբրեր բրգվեցավ աստվածի սդի վրա տնավ որ Հնդկաստան միսիոնարությունն է եւ քնած Հնդկաստան քյուրեկյու քաղաք քնած կկարոզեր ավետարանչուհի էր եւ շատ աղվոր անուն եւ այլն ստացավ փայց տեսավ որ Հնդկաստանի այդ դաջարներու մեջը տեմպլներու մեջը child prostitution գայսին բզիկ աղջիկները որպես գարնեին եւ սխալ ցևով կորզածվեին okay որբեսի անոր առաջ կառնե ուզեց անոնց օգնել եւ շատ ադեն գարտնար արդուգելեր որ թուրին արջևը բզիկ մցկված է աղջիկ մնաստեր է աղջիկներ ասանք ուրեմն ասա որ իմ Հնդկաստան կալս ամենամեծակույն արաքելությունս ասպզիկներուն օգտել եք փոխանակերտամ հոսոն կարոզեն ուրեմն մոդեցավ հովիվներու չեմ գիտեր Հնդկաստանի մեջ անկլիո մեջ եւ ասա որ ուզեմ որ ինձի գիներ ղգեք որ օգնեն որը պետք է շատ է ուրեմն հովիվին մեկ ասա որ sorry սա մենք չենք կնար քեզ օգնել ասիկա շատ ցած գործ է եւ ուրիշ աղբյուրներու ալթի մեջ թուրեր զարգավ ամեն դերեն նույն պատասխանը եկավ քանի որ ինքը շատ գարող աղջիկ մներ գրնալ քերեք երթալ քյուրեկյու փեմերու վրա ալալ կարոզել աս ամնել բայց տեսա որ աստված իրեն աս կորձինը գանչեգոր փոխանակ փեմերու վրա կարոզելու շորիկ պիտ փոխե աղդոտ երեսներ բիդի լվա ջաշ բիդի եփե բարձ կորձ բիդի նե հեչ փեմերու վրա բիդի չլա բիդի չի դեսնվի ուրեմն շատ ինքը հուսախապ եղավ աս եկեղեցիները որոնք ոչ մեկ օժանդակություն դվին իրեն որովհետև ամենն իրեն գտեսնեն որպես շատ գարող ավետարանչուհի բայց ըսա որ ես կնախնդրեմ դունը գնալ եւ շորիկ փոխել որովհետև ես աս բզդիկները որոնք պիտի երթան դաջարի մեջ եւ սխալ գերվով պիտի կորզածվին աղջիկները պիտի լլգվին այսինքն պիտի ռեյք պիտլան պիտի բռնաթադվին բզդիկ աղջիկներ երբագայեցեք ես ամենս կուզեմ փան անել դունիս մեջը աբահով բահել եւ անշուշտ աստված իրեն ասկորձը շատ օգնեց հազարավորներու ասպես օկտագար եղավ որփանոցներ բացավ բայց ժամանակի ընթացքին բայց սկիզբի որ օժանդակություն խնդրեց չստացավ ալիգա քանի որ իրենսի որ թունքու կարողություն կվատնես կոր թուն քու իրավունքներդ վազգանցնիս կոր թունքու փանդ այսինքն քու փամփավդ կցկես կոր եւ թուն շատ ավելի մեծ գրնաս օկտագարը լալ բոլոր Հնդկաստանի մեջ ամենը ցկեց քանի որ սա ինձ համար ավելի կարեւոր է Հիսուսի բեսը լալ քանի որ Հիսուսին չրավ ղենչակ մառնելով դեսե գնաց աշակերտներուն ոտքերը լվաց չսա որ ես ծեր դերն եմ եկեք դուք ոտքերս լվացեք աղդոտ ծեր աշակերտներուն աղդոտ ոտքերը բիտ լվա ցուգի հոտկա ցեղկա ինչքիտնամ ինչ կա աղդոտ Հրյաստանի ջամփաները կալած են ցեխոդած փոշոդած քարքարոտ անոնց ոտքերը բիտ լվա ասա որ ես կնախնդրեմ իմ դերոջս խաչի դագը այդ փոշիներու մեջ լալ քան թե էսավ փեմերու վրա ալլամ եւ մեծ անուն շահին ուրեմն էմին ալսա որ ես ալ ղենչակ բիդարնեմ այսինքն թավոլ բիդարնեմ իր իմաստով այսինքն որ ես բզիկներով պիտանեմ եւ անշուշտ ասիգա իրեն այնադեն չէ գամած շատ թուր փացավ հարյուրավոր հազարավոր բզիկներու ինքը օկտագար եղավ եւ հետո իր ցանկին վերջին 20 տարին ինքը բավական հարաճած տարիքի մեջ մեռա բայց 20 տարին թերևս 60-ական 70-ական տարիքին ինգավ եւ 20 տարի ամբողջի մեջ մնաց 20 տարի այն ադեն էր որ քիրքեր գրեց 35 հատ քիրք գրած է 14 հատը այդ իր ինգած հիվանդության մահիջի մեջը գրեց փոխանակ հաշիվնելու որ ես 20 տարին գործընծուցի այլ ընդհանրակը ասա որ ես 20 տարին շահեցա քիրքեր գրեցի հիմա ինչու ասպատմություն պատմեցի ցեզի գույրեր քանի որ էյմին գնալ ինքը բարձ ավետարանչուի մը ինչպես շատեր եղած են սխապամճի կանոր մեջ բայց քանի որ ինքը աստուծմե այդ գոչումը արավ ածած կորձ անել հեզ կորձ անել հեզության մասին խոսի կոր չէ վարակույրին յետևը չիկիցված անձանոտ չսպասված կորձ
Ադիգա ուզեցնել հիմա անշուշտ իր մասին շատ կխոսվի եւ այդ բզդիկներուն ցանկը փրկելով հազարավորներու շատ ավելի մեծ աստեցություն ունեցավ որովհետեւ նախընտրեց Հիսուսի փոշոդած քարքարոտ ջամփուն հետքերուն հետևի քան թե մարդոց փառքը փնտրել եւ ժամանակավոր հաճույքներու յետևեն երթալ ուրեմն քույրեր նորեն անգամ եւս աս համարը Մատթեոս 5:3 եկեք միասին գարտանք ուր գսե Մատթեոս 5:3 Երանի հեզերուն վասնզի անոն վիդի ժարանքեն երգիրը ինչ գեդի մեջ այսօր հեզը լավը պետք ունիստուն Տերևս պետք է բերանդ կոչես չի պատասխանես իրավունքը չի բարդատրես Աստված գիտե ամեն մեկս վիճակի մեջ ենք մեր հարաբերություններու մեջ Ինչպես ասիկա մենք պիտի յուրացնենք վերին իմաստության պետք ունենք որ հեզ է հլու է խաղաղարար է որբեսի մեր իրավունք ասանցնենք եւ լուծին դակը մտնանք Հիսուսի հետ Իմ լուծս ծեր վրա արեք եւ ինձ մեջ սորվեցեք որ հեզ եմ ու սրդով խոնար եւ ծեր անձերուն հանգստություն մի գտնեք ուզես հանգիստ գտնել անձիդ մդիրատ լուծին դակը ամեն հացնեինքդ դերոշմով ուրախացիր համբերե եւ սպասե ամեն դերը օրտնես Ապրես